մարդը գալիս է, փող առաջարկում ու այդ բժշկը ամեն ինչին համաձայն է, այդ սխալ է։ Ամբողջ դեմքը անշարժացած է։ Դուք ուզում եք հեռացնեք ֆիլերը, դուք հեշտ ու հանգիստ այդ կարակ անեք։ Եթե դուք աշխատել եք ճիշտ ֆիլերներով։ Այստեղ է հատկապես կարևոր, որպեսզի կոսմետոլոգ ունենա բժշկի կրթություն։ Այդ ճիշտ է, որ մարդիկ հենց որ գալիս են, ասենք թե իմ մոտ բոտոքս են սրսկում, իրանք հետո էլի մոտ կանում են, մի կես տարի հետո էլի գալիս են, էլի մենք սրսկում ենք, բայց այդ ոչ թե նրանց է, որ կախվածություն առաջանում, այն ինքը իր դուրը գալիս է։ 30-35 հետո արդեն anti-age միանշանակ պետք է անել։ Երրորդ տարին է, որ Հայաստանում եմ ապրում աշխատում, ես մտածում եմ, որ այստեղ տղամարդիկ չեն էլ գա կոսմետոլոգիա, որովհետև Մոսկվայում սենց ասեմ 50-50 էր մոտավորապես։ Այստեղ երևի մի 10% քիչ է տղամարդիկ, բայց մեկը գալիս են, ով են галис, այն մարդիկ, бизнесмены, актеры, футболисты, медийные люди обращаются еще с рубцами, ասենք թե после կեսարեва, որտեվ սիրուն չի նայում, վատ են կարել, էդ էլ է կոսմետոլոգիա, որը մենք հեռացնում ենք недостатки, մենք հենց որ խոսում ենք կոսմետոլոգիայի մասին, մենք մենակ դեմքի մասին չենք խոսում, մենք սավ մարմնի մասին ենք խոսում։ Ողջույն, այսօր խոսելու ենք չափի զգացողության մասին, չէ դե գեղեցկությունը իսկապես կարող է լինել անսահման, սակայն գեղեցկությանը միտված պրոցեդուրաները այստեղ իսկապես չափի զգացողությունը ավելի քան կարևոր է, որովհետև ոչ միայն կարող ես չգեղեցկանալ, այլ նաև մի փոքր տարօրինակ երևալ։ Այսօր գեղեցկության միջամտությունների միֆերի եւ չափի զգացողության մասին ենք խոսելու եւ իմ զրուցակիցն է Տիգրան Բադարյան, մաշկաբան, տրիխոլոգ, կոսմետոլոգ եւ կոսմետոլոգիայի մարզիչ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիգրան, չափի զգացողությունը կան մարդիկ, ում դեմքին նայում ես, դժվար է կրահել նրա տարիքը, դժվար է հասկանալ ինչ միջամտություններ արվել են կամ առհասարակ տարակուսում ես միգուցե չեն արվել եւ կան մարդիկ ում դեմքը կարծես դիմակ լինի։ Սա պացիենտի ցանկությունն է, թե բժշկի ոճը։ Դժվար հարց եք տալիս, ճիշտն ասած, այնտեղ միանշանակ կարամ ասեմ, որ բժշկություն այնտեղ չկա, ինչի եթե մարդը գալիս է, փող առաջարկում ու այդ բժշկը ամեն ինչին համաձայն է, այդ սխալ է, իմ կարծիքն է այդ։ Այդ բժշկի непрофессионализм, ասեմ այտենց, ու մարդու ոչ չափ ունենալը, չգիտեմ ոնց է ասեմ, не знающий меры։ Որովհետև եթե խոսանք косметологии մասին, оно направлено для того, чтобы улучшить, замедлить и профилактировать старение, подчеркивать какие-то особенности человека, ոչ թե մասկաобразный նույն դեմքեր անել։ Սենց ասեմ, եթե դուք մարդուն տեսնում եք ու չեք հասկանում իր տարիքը, ու չեք հասկանում ինչ որ թե բան արել է, թե չի արել իր հետ, այդ ճիշտ կոսմետոլոգիա է։ Եթե դուք տեսնում եք մասկա կամ տեսնում եք չափից դուրս ինչ որ թե բան սարքած, այդ կոսմետոլոգիա չի, ես տենց կպատասխանեի։ Խոսենք բոտեքսից։ Խոսենք։ Հիմնականում այդ դիմակի զգացողությունը այս պրոցեդուրան է փոխանցում, երբ ամբողջ դեմքը անշարժացած է։ Այո, ծալվածքներ չկան, բայց եւ կարծես թե անհաղորդ դեմք դառնա։ Այդ ես չեմ կարող ասեմ, որ բժշկից սխալ է, այդ կարա մարդու ցանկությունը լինի, մարդը չի օգտագործում իր միմիկան եւ իրան պետք չի, իրան պետքա ուղիղ հարթ դեմք։ Բայց ես հենց որ աշխատում եմ ու հենց որ սովորացնում եմ բժիշկներին աշխատել բոտոքսի հետ, ես իրանց բացատրում եմ, որ իդեալական ձևը այն է, որ մարդը պահպանի իր միմիկան, то есть ունկնել բարձրանա, աչքով էլ կարողանա տա, բայց կնճիռներ չլինի։ Այդ իդեալական բոտոքսի հետ աշխատանք է։ Այս պարագայում, եթե խոսամ քարացնել, որ ասենք թե միջունքը կամ լոբ որ չշարժվի, այդ սխալ ես չեմ կարող ասեմ։ Այդ արդեն ցանկության հարց է։ Օրինակ եթե ասենք թե վիդուշին ուզենա քարացնել դեմքը, դա մի քիչ սխալ է, որովհետև ինքը իր միմիկայով պետքա ցույց տա զարմանալ, ուրախանալ։ Բայց հարուսարակ մարդը կարա полностью քարացնի профилактических целях, որ в дальнейшем ավելի շատ կնճիռներ չլինի։ Համարում եմ ես այդ ճիշտ թե չէ, այդ մարդու այդ արդեն ընտրության հարց։ Այո, ընտրության հարց է։
Կա կարծիք, որ բոտեքսի օգտագործումից հետո, երբ արդեն նյութի ազդեցությունը անցնում է, դեմքը ավելի է կախվում, հետևանքները շատ ավելի վատն են լինում, քան թե եթե մարդը որևէ բոտեքսի միջամտություն։ Չանդի ոչինչ բան։ Միֆ է։ Միանշանակ միֆ է, բացատրեմ։ Այդ ճիշտ է, որ մարդիկ հենց որ գալիս են, ասենք թե իմ մոտ բոտոքս են սրսկում, իրանք հետո էլի մոտ կանում են, մի կես տարի հետո էլի գալիս են, էլի մենք սրսկում ենք։ Բայց այդ ոչ թե նրանց է, որ կախվածություն առաջանում, այն ինքը իր դուրը գալիս է, իր դուրը գալիս է, որ ինքը կնճիր չունի, իր դուրը գալիս է, որ մաշկը փայլում է։ Այդ է իր դուրը գալիս ու դրա համար է ինքը գալիս։ Ամենառասպրստրանյոն այդ միֆը, եթե զարգացնենք, որ սկսում է ատրոֆիա մышц ու մկանները թուլանում են ու Ավելի վատ է լինում։ ավելի վատ է լինում, բայց դա լա սուտ։ Եթե ուրիշ պրիմեր բերեմ բժշկությանց, մարդը ասպացերով ձեռը ջարդում է։ Գիպսի մեջ է պահում ինքը իր ձեռը։ И օրենքով атрofия мышц, իսկական атрofия мышц это понятие, когда мышцы в объеме բուջուրանում են, հա։ Բայց հենց որ մենք հանում ենք գիպսը, մենք սկսում ենք աշխատել ու մեր ուժը հետ է գալիս, մկանները էլի լցվում են արյունով ու սկսում են լավ աշխատել։ Նույն բանը մկանների հետ է դեմքի։ Որքան ժամանակ է որպես կանոն բոտեքսի ազդեցությունը պահպանվում։ Այդ индивидуально է։ То есть 3-ից 6 ամիս ես կասեի։ Դա կախված է տարբեր от разных причин։ Այդ կարա լինի տղամարդ կամ աղջիկ, որովհետև տղամարդու մկանները ավելի պինդ են, ավելի ուժեղ են։ Տղամարդու մոտ ավելի քիչ է ազդում։ Образ жизни, ասենք թե սալարի գնում ենք, սաունա գնում ենք, սպորտով զբաղվում ենք, ֆիզическая активность դա է դեր խաղում։ Даже ընտրացնութն էլ է դեր խաղում։ Ու в совокупности все эти причины արդեն տալիս է մեր ռեզուլտատը, ինչքան կպահպանվի։ Կես տարի, ավելի քիչ, թե մի քիչ ավելի շատ։ Այսինքն, եթե մարդը հաճախում է սպորտզալ, զուգահեռ նաև սիրում է երբեմն գինի օգտագործել, այս պարագայում բոտեքս նյութի ազդեցությունը կրճատվում է։ Միանշանակ կրճատվի, այո։ Ու մենք, вообще, բժիշկները պետք է զգուշացնեն այդ ամեն ինչի մասին։ То есть, если այդ էլեմենտարն մենք անենք հիմա, հեսա нոր տարի աշուտով բոտեքսը, ինքը ավելի երկար կպահի, քան եթե ամառը անենք, որտեղ էլեմենտարն от солнечного тепла, от жаркого времени года бոտեքսի էֆեկտն էլ ավելի քիչ պահում։ Լիքը նյուանսներ կան։ Դուք ժպտացիք հիշելով, որ շուտով 2026 թվականն է մոտենում, որպես կանոն հոսք է լինում բոտեքսի։ Ճիշտն ասած, вообще ամեն ինչի հոսք է լինում, ինչի որտեվ մարդիկ ուզում են մաքսիմալն սիրուն լինեն նոր տարում, սիրուն նշեն նոր։ Տրամաբանական է։ Լավ տարի է լինելու միանշանակ։ Բոտեքսի հետ կապված տոներին ընդառաջ դուք ինձ հեռախոսով ասացիք, որ ես ձեր հետևորդների համար անակնկալ ունեմ զեղչերի տեսքով, բոտեքսը ներառված է։ Այո, մենք դրա մասին կխոսանք, կարա մի անգամ բոտեքսի մասին ասեմ, որ 40,000-ով 3 զոնա ես անելու եմ։ Այդ նովագոդնի ակցիա է։ Մերսի։ Ինչ կասեք ֆիլերների վերաբերյալ։ Ֆիլերը էլ ավելի կարևոր է չափի զգացողությունը, որովհետև դեմքը կարող է ունենալ այսպես լիֆտինգ էֆեկտ, ցկված լինի գեղեցիկ ճիշտ հատվածներում եւ կարող է պարզապես փքված դեմք լինել։ Սենց ասեմ, դուք երևի ճիշտ եք, ինչ եմ ասում երևի, որովհետև եթե կոպիտ ասեմ անգրագետ մարդ է, ինչ բոտեքսի շպրիցը վերցնի, ինչ ֆիլերի շպրիցը, կարա ասլաժնենյաներ տա, բայց ֆիլերով ավելի հեշտ է ասլաժնենյաներ տան, այնտեղ լիքը նյուանսներ կան ու լիքը էլի միֆեր կան կապված ֆիլերների հետ։ Ամենաուժեղ միֆը երևի ինչ կուզենայի քննարկենք այսօր այդ միգրացիա ֆիլերով։ Միգրացիան լինում է ինտերնետում շատ ժամանակ ցույց են տալիս, բայց ասենք թե մի հոգուն ցույց են տալիս միգրացիայով ու 1000 հոգի լավ աշխատանքները չեն քննարկում։ Իսկ միգրացիան ինչի կարա լինի։ Այդ արդեն բժշկի սխալը մենակ կարամ ասեմ, որովհետև ֆիլերը ունի տարբեր պլոտնեստներ։ Տարբեր պլոտնեստները տարբեր սլոյերի համար է ու տարբեր խնդիրների համար։ Օրինակ, եթե մարդը ուզում է դունչ, սկուլա կամ ինչ-որ թե կոսնոմոդուլիրованիա անի, բժիշկը վերցնում է ու սրսկում է սխալ սլոյի մեջ, ասենք թե բժշկա կարա միգրացիա հեշտ ու հանգիստ լինի։
դեղ ավելի նուրբ երևի աշխատանք է պետք ու ավելի չեմ կարող ասում ավելի խորը անատոմիա գիտելիքներ, որտեղ բոտոքս առանց անատոմիա դու չես էլ կարող սրսկես։ Բայց անատոմիչеские նյուանսները միանշանակ բժիշկը պետք է իմանա, որ լավ գործեր անի, որ ասլաժնենիաներ չլինի, որ միգրացիաներ չլինի։ Եվ այստեղ է հատկապես կարևոր, որպեսզի կոսմետոլոգ ունենա բժշկի կրթություն, առնվազն դեմքի մկանները եւ ամեն ինչը, անկեղծ ասեմ, ամեն ինչը սա շատ ծանր հարց է, ինչ եմ ես այդ ասում, որովհետեւ ահա որ շատ ասլաժնենիաներ լինում են, հենց որ մարդիկ գնում են ու տան մեջ են սրսկումներ անում, մի շպրից են իրար մեջ կիսում, որ էկոնոմիա անել։ Այդ ահա որ մեծ պրոբլեմա, որ եղել է ու երևի կլինի կոսմետոլոգիան, որովհետև այդ անորակ աշխատանքը portiet лицо կոսմետոլոգիա, ես այդպես ասեմ, որովհետև բացի նրանից, որ հենց որ դուք տուն եք գնում, մոտ 50% դուք вообще բժշկի մոտ չեք գնում, մաքսիմում բուժքույրը թող լինի։ Բացի դրանից դուք ոչ ստիրիլնի ահա ու բացի դրանից շատ ժամանակ էկոնոմիա են անում ու ոչ սերտիֆիկացված ֆիլերներ են առնում կամ ինչ որ թե ուրիշ պրեպարատներ, որը դաժե իդեալական աշխատանքի ժամանակ կարա տա իր ասլաժնենիաները։ Ֆիլերների միգրացիան դա նա է, երբ մարդը ուզեցել է ուղղել դեմքի ինչ-որ մի հատվածը, սակայն ֆիլերը ժամանակի ընթացքում իր տեղը փոխում է եւ պատահական միտեղ կարող է այտուցվածության նման մի բան, հա, երևա։ Տարբեր ձևի, հա, այդ տիպի էլ կարա արտահայտվի։ Ֆիլերը հեռացնելու միջոցներ կան։ Եթե մենք խոսում ենք սերտիֆիցիրованный լավ ֆիլերների մասին, необходимости нету։ Ինչի, որտեվ իրանք բիոդեգրադируемые препаратներ են։ То есть հենց որ մենք սրսկում ենք ֆիլերը, մենք արդեն բացատրում ենք, որ մի տարուց 1.5 տարի ֆիլեր կորումը գնում է։ Он расщепляется под воздействием лангидазы։ Մարդու ферментов, то, что он вырабатывает, то же самое мы берем и вкалываем в гиалуроновую кислоту, тем самым расщепляем гиалуроновую кислоту и без остатка он уходит. Так что եթե ասենք թե դուք բժշկի մոտ արել եք պրոցեդուրան, դուք ուզում եք հեռացնեք ֆիլերը, դուք հեշտ ու հանգիստ այդ կարակ անեք։ Եթե դուք աշխատել եք ճիշտ ֆիլերներով, որտեղ բացի եթե բիոդեգրադируемые ֆիլերներից կան ոչ արհեստական ավելի նույն սիլիկոնն են օգտագործում։ То есть это մի քիչ սխալ է, որտեղ все-таки մենք հենց որ խոսում ենք косметологиայի մասին, это պետքա не такие радикальные изменения должны быть. Հա մենք կարանք կոստ մոդուլирование անենք, բայց в любом случае այդ ժամանակավոր պետքա էֆեկտը լինի։ Բժիշկ դուք փորձ ունեցել եք դեմքից սիլիկոնի հեռացման։ Չէ, ճիշտն ասած դա փարկասուտ են պացիենտներ դաժե չեն էլ եկել իմ մոտ։ Կոնսուլտировал ուրիշ բժիշկներին, բացատրում եմ, որ պետք է վարկեք քիրուրգի մոտ ու իրանք արդեն։ Այսինքն սա վիրահատական ջամը։ То есть տարիներ առաջ շատ էին օգտագործում ոչ սիլիկոնը, բայց ուրիշ нерасщепляющиеся вот эти импланты, ասենք այդպես։ Ու մեծ խնդիր էր ժամանակին այդ։ Իսկ որակյալ ֆիլերը, ինչպես նշեցիք, մոտավորապես 2 տարվա ընթացքում ամբողջապես բնական ճանապարհով դուրս է գալիս օրգան, անհետևանք։ Հա, ոչ մի հետևանք չի լինում։ То есть элем ասում, косметология направлена на улучшение и оздоровление кожи, բայց ոչ վնասի։ Ձեր անակնկալների շարքում ֆիլերները ներգրավված են։ Չէ, ֆիլերները չէ։ Բայց գիալուրոնովի կիսլոտան օգտագործելու ենք որպես բիոռետիլիզացիա ու բիոռետիլիզացիայի ակցիա ենք դրել լավ ֆրանցузский препаратով 35000 մի պրոցեդուրանա դրել։ Էլի նովագոդնի ակցիա։ Իսկապես ցածր գին է։ Իդեպ Տիգրան, շատ մեծ տատանման լուֆտեր կան կոսմետոլոգների ծառայությունների շատ բարձր գներից մինչև ցածր գների, ինչով է սա պայմանավորված լինում, նյութի որակն է, բժշկի որակավորումն է, ագահությունն է։ Չէ, այդ վերջինը հաստատ չէ, հույսով եմ։ Բայց բժշկի մակարդակից է միանշանակ կապ ունի։ То есть մի բանա դու գնում եք այն մարդու, որ
չգիտեմ, նորասովորելով ավարտել, մյուս բանը, որ դուք տեսնեք, որ պրոֆեսիոնալ է իր գործի, լիքը աշխատանքներ ունի, լիքը տարիներ է աշխատում։ Միանշանակ դեր է խաղում, էլի կրկնեմ, նյութը, ինչ ենք մենք օգտագործում։ Եթե մենք սերտիֆիցированный препарат ենք օգտագործում, естественно, себестоимость процедурայի ավելի թանկ է լինելու, որտեղ լեվի ճանապարհով ավելի էժան են բերում, ավելի էժան գներ են դնում, բայց էլի եմ կրկնում, այդ չի նշանակում, որ որակով է այդ ամեն ինչը։ Это совокупность причин. Բիորևիտալիզացիոն պրոցեդուրան ինչ է սա իրենից ներկայացնում եւ ում համար է սա ցուցված։ 30 տարեկանից հետո սաղ են ոչ մի դեմքի փոփոխություններ, то есть объёмի հետ մենք չենք աշխատում։ Гиалуроновая кислота вообще производится нашим организмом, իր խնդիրը նա, որ он хватает и удерживает молекулы воды, то есть մաշկի թարմությունը, խոնավությունը, բայց բացի նրանց, որ ինքը խոնավացնում է, այդ պրեպարատները շատ ժամանակ ունեն պեպտիդը, ամինոկիսլոտի в составе, որը բաց դրանց գույնն են բացում, տոնն են բանանում, ադնատոնն է սարքում մաշկը։ В общем, для ухода սարին պետք է, բայց как часто это արդեն ուրիշ հարց է, որտեղ մարդ կա սուխոյ կոժը, որ կես տարին մեկին ինքը կարա կուրսը կրկնի, կամ մարդ, որ պրոֆիլակտիկայի համար տարին կես մեկ կարա ինքը այդ կրկնի։ Խոնավեցնող է, մաշկը խոնավեցնող մարդիկ կան, ովքեր ներարկումներից ասեղային գեղեցկությունից, այսպես ասենք, անվանենք, շատ խուսափում է սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով ապարատային կոսմետոլոգիա հասկացություն գոյություն ունի, խորհուրդ տալիս եք թե ոչ եւ արդյոք սա իսկապես փոխարինում է ասեղայինին։ Տարբեր հարցեր են, կարանք քննարկենք պետատնը։ Առաջինը ով վախենում է ասեղներից, գալիս են այդպես մարդիկ, իրանք ուզում են գեղեցկանան, բայց այդ վախը իրանց մեջ կա։ 50%-ով կարողանում եմ համոզել ու սրսկել, даже մի քիչ ավելի շատ, որտեղ ես հասկանում եմ, եթե վախենում եմ, բայց եկել է, ուրեմն այդքան մեծ չի վախ։ Բայց եթե կատեգորիկ մարդ հասկանում եմ, որ կարա, ֆոբիայի տիպի հանդիպի, տարբեր պրոցեդուրաներ կան, ոնց կարանք գեղեցկանանք։ Պրոստը էդ էլ է պետք է բացատրել մարդկանց, որ էլեմենտարն կրեմ քսերով տունենք, մենք ջահել լինենք, ու չգիտեմ 16 տարեկան, մեր մաշկին այդ օտեդո հերիքը։ 20-ից հետո կարող է արժի գնալ կոսմետոլոգի էսթետիստի մոտ, որ այդ նույն մասկեքա պրոֆեսիոնալնի ձևով կսեն, պրոֆեսիոնալնի մասկեր եք կսեն, էլի հերիքը։ 25-ից 27-ից հետո նայած գինետիկան արդեն սրսկումները կարելի է սկսել անել պրոֆիլակտիկայի համար։ 30-ից 35 հետո արդեն anti-age միանշանակ պետք է անել։ Ու ես խոսում եմ ոչ մենակ սրսկումների մասին։ Չի կարելի ասել, որ ապարատային պրոցեդուրան կարելի заменить инъекционную косметологию, չէ, скорее они дополняют друг друга։ Ես չեմ կարող վերցնեմ ապարատ ու սարքեմ սկուլա, բայց ես կարող եմ վերցնեմ ֆիլեր ու սարքեմ այդ սկուլան։ Ես չեմ կարող վերցնեմ ապարատ ու բանանեմ, բոտոքսի էֆեկտը ստանամ, բայց ես չեմ կարող բոտոքսով մաշկի որակը լավացնեմ։ Դրա համար հենց որ մենք խոսում ենք կոսմետոլոգիայի մասին, հենց որ դուք գնում եք կոսմետոլոգի մոտ, ձեզ полный սպեկտրը պետք է բացատրեն, ինչ խնդիրներ դուք ունեք, ինչ կարելի է անել ու խորհուրդներ տալ։ Իսկ որոշումը միանշանակ մարդու հետևից է։ То есть եթե ինքը ասում է, որ վախենում եմ, ես կարամ ասում ենք կարանք անենք ապարատային պրոցեդուրաներ, այս էֆեկտը չենք ստանա, բայց դա կլինի այս ու այս։ Ու այդ արդեն ինքը պետք է որոշի, համաձայն է թե համաձայն չի։ Այսին բժշկից ամբողջ հնարավորությունների սպեկտրի ներկայացնում եւ դրանց առավելությունների ու թերությունների մատնանշում, իսկ արդեն որոշում մարդը ինքը ընտրում է։ Իդեպ դուք խոսեցիք բոտոքսների պարագայում այն մասին, որ տղամարդկանց օրգանիզմը ավելի շուտ է արտանետում բոտոքս նյութը, քան թե կանացի։ Փաստորեն տղամարդիկ օգտագործում են հիմնականում ինչքանով գիտեմ ճակատի հատվածը։ Ես ուրիշ ձև ասեմ, ես հենց որ եկա երրորդ տարին է, որ Հայաստանն եմ ապրում աշխատում, ես մտածում եմ, որ այստեղ տղամարդիկ չեն էլ գա կոսմետոլոգիա, որտեվ Մոսկվայում սենց ասեմ 50-50 մոտավորապես։ Այստեղ երևի մի 10% քիչ է տղամարդիկ, բայց մեկը գալիս են
ով են գալիս, այն մարդիկ, бизнесмены, актеры, футболисты, медийные люди, то есть կարևոր է, որ իրենք լավ, տեսք ունեն։ Так что չէ, կոսմետոլոգիայի տղամարդիկ գալիս են ու ոչ մենակ բոտոքսի ու ոչ մենակ ճակատի համար։ Ֆիլերել են անում։ Ֆիլերեր են անում, այո, ապարատել են անում, ամեն ինչ էլ անում են։ Դե հավանաբար ճիշտ էլ վարում են, որովհետև գեղեցիկ լինել ոչ մեկին էլ հակացուցված չէ, որ ընդունված է մի այսպիսի կարծիք, գասեք միֆ է թե ոչ, որ ապարատային պրոցեդուրաները երիտասարդացնող խնամքի շատ հաճախ ունենում են այրվածքներ։ Եվ այրվածքը լինում է ոչ միայն տեսանելի, այլ նաև ավելի խորը հյուսվածքներում, ինչը հետագայում մաշկի խնամքը բարդացնում է։ Ես երևի սենց այդ հարցը կբաժանեի, որտեվ այն ինչ որ դուք հիմա ասում եք, կարանք բաժանենք ոնց։ Եթե наружные ожоги, это միանշանակ բժշկի սխալն է։ Կամ բժշկի սխալն է, կամ մանվորակ ապարատը, որտեվ շատ ժամանակ լինում է, որ, ասենք թե брендовый аппарат, начинкан китайская. То есть оболочкան վերցնում են լավ ապարատի, ճանաչված ապարատի, իսկ վերջը դնում են կիտայսկի подделка, կարա բերի ожогների։ Ոչ ճիշտ պարամետրները կարան բերեն ожогների, շատ повторները, то есть հենց մենք ապարատով ենք աշխատում, մենք կարանք մի քանի անգամ զոնայով անցնել։ Եթե շատ ենք անում, եթե ճիշտ տեղ չենք անում, то есть սխալ պարամետրներով, սխալ հատվածում ենք աշխատում, սխալ ապարատը, այդ ամեն ինչը կարա բերի դրան, եթե գնում եք լավ մասնագետի, դուք տենց բան պետք է դաժե չսպասեք։ Եթե խոսանք այդ իզնուտրի, ինտերնետում շատ են գրում այդ как раз таки смаз-лифтинги մասին, в особенности ультраформеры մասին, որ դրանց հետո ожоги, осложнения и пластический хирургиан практически нереальная դրանց հետո։ Չէ, во-первых, реальная, во-вторых, опять-таки параметрների հարց է։ Անպայման չի մի պրոցեդուրայից դու փորձես իդեալական эффект ստանաս։ Ավելի ճիշտ է грамотный подход расписать, ասենք թե step by step, էլի, куда мы двигаемся и зачем мы двигаемся, ու քայլ հասնել այդ результаты։ Այդ ժամանակ минимизация побочных эффектов и максимально хороший результат на выходе։ Ապարատային կոսմետոլոգիայի պարագայում քանի հաճախումն է, քանի պրոցեդուրան է, որ տալիս է ցանկալի երիտասարդացման եւ լիֆտինգ արդյունք։ Միանշանակ չեմ կարող պատասխանեմ, ինչի, որտեվ եթե մենք խոսում ենք, մարդը պիգմենտ ունի, ուզում է հեռացնել այդ պիգմենտը։ Այդ նույն պիգմենտը կարա մի պրոցեդուրայից գնա, կարա 3 կամ 4 պրոցեդուրայից գնա, то есть ինդիվիդուալնի հարց է։ Եթե մենք խոսում ենք լիֆտինգ էֆեկտի մասին, հիմա շատ մոդն է այդ RF պրոցեդուրաները, մինիմում 3 պրոցեդուրա պետք է։ Դուք առաջի պրոցեդուրայից էլ էֆեկտը կտեսնեք, մաշկի որակը կտեսնեք, որ լավացել է։ Բայց եթե մենք խոսում ենք իսկական լիֆտինգ էֆեկտի մասին, դա կուրս է պետք անցնելու։ Причем այդ կուրսը մենք շուտ-շուտ չենք էլ կարող գնանք, որտեղ հենց որ մենք դուք ամենասկզբից ասացիք, տաքացնելը, ожогները։ Косметологиям համարյա сах гнува через травму и через разогрев. Вот что ожог, а именно разогрев. Мы когда греем кожу, мы стимулируем фибробласты, это РФ-масная мелипа, сокращаем существующий коллаген, травма янкталис, организм мотался манчуртебан. Не то я. Պետքա նոր կոլագեն, պետքա կոլագենը ավելի ուժեղ լինի, այդ ժամանակա պետք որ այդ էֆեկտը լիֆտինգ ստանաք, այդ մի պրոցեդուրայից հետո։ Այդտենց մի քանի անգամ անում ենք, մի քանի անգամ տրավմա ենք տալիս, մի քանի անգամ ստիպում ենք ֆիբրոբլաստներ ավելի շատ կոլագեն արտադրեն ու ստանում ենք իդեալական լիֆտինգ էֆեկտ։ Այսինքն ամիսը 1 եւ ոչ ավելի հաճախ։ Ոչ ավելի հաճախ, բայց ավելի ուշ կարելի է մոտիկանալ։ То есть ամիս, 1.5 ամիս, կարելի լինի 2 ամիս ինդիվիդուալն է հարցը, այդ արդեն բժիշկ մասնակետ պետք է իրար մեջ լուծեն։ Նվազագույնը 3 անգամ։ Մինիմում, հա։ Առավելագույնը Նայած խնդիրից, նայած մաշկից, թե ինձ թվում է 5 անգամ մաքսիմում այդ արդեն պատալոգ կլինի։ Սա նվերների շարքում կա։ Ես արդեն կա։ Ներկայացրեք։ Ասեմ 20,000-ով ծախում ենք սերտիֆիկատ ու բացատրեմ RF-ի
Ես ահա որ շատ լավ սկիզբը համար է 50,000 դրամ դրել նոր ապարատա 23 թվի սեկրետարև մի պրոցեդուրար կարժանա 50,000, եթե առնեք սերտիֆիկատ 20,000-ով, որը արդեն մտնում է այդ գումարի մեջ։ Այսինքն 3 անգամ գալով մարդը արդեն իր դեմքը բավականին գիֆտին կտեսնի։ Այո, կտեսնի, բայց ել եմ կրկնում, սա շատ ինդիվիդուալն է։ Մարդու մաշկի որակից է կախված, քաշից է կախված, էլի օբրազ ժիզնի։ Հենց որ ես ասում եմ, որ առաջի պրոցեդուրայից էլ էֆեկտ կտեսնենք, բայց կուրսա պետք։ Այդ նյուանսներով։ Իդեպ բժիշկ, շատ կանայք դեմքի համար էսպես նախատեսված երիտասարդացման այս պրոցեդուրաները, ապարատային կոսմետոլոգիան, հատկապես ծննդաբերությունից հետո որովայնի շրջանում էլ են օգտագործում։ То есть во время беременности Չէ, դրանից հետո որոշակի մաշկաձգվածություն է ունենում, հետքեր են ունենում։ ահա միանշանակ օգտագործում են ու ճիշտ ասած շատ ժամանակ փորի խնդիրի հետ են գալիս ու բանը ягодицы, чтобы որտեվ հղությունից հետո дряхлый живот, дряхлые ягодицы, а хочется и потянуть ткань и настроение. Так что обращаются, мало этого, обращаются еще с рубцами, ասենք после կեսարեва, որտեվ սիրուն չի նայում, վատ են կարել, էդ էլ է կոսմետոլոգիա, որը մենք հեռացնում ենք недостатки, մենք հենց որ խոսում ենք կոսմետոլոգիայի մասին, մենք մենակ դեմքի մասին չենք խոսում, մենք սավ մարմնի մասին ենք խոսում, то есть, просто դեմքը սաղ տեսնում են, мы работаем лицом, поэтому акцентируют внимание в основном на лицо. Բայց կոսմետոլոգիան կարա օգնի, ասենք թե դուք սպորտով եք զբաղվում, ինչ-որ թե определенный հատվածներում այդ քաշը չի կորում։ Կարա գաք լիպոլիտիկներ սկսրսկեք, они ускорят липолиз, расщепление жира, вдруг կկորցնեք лишний քաշը ու лишний объема։ Փաստորեն դուք նաև միջամտություններ եք որոշակի անում կազմվածքի մարմինի գեղեցկության առումով, էլի աշխատելով մաշկի հետ, ավելորդ թե ճարպային կուտակումների հետ։ Այո, даже մկանների հետ, то есть եթե մենք խոսանք спортсменների մասին կամ աղջիկի մասին, տղեկի ում տրապեցիաները очень ярко выражены, աղջիկի համար это вообще կատաստրոֆա է, որոնք սպորտով են զբաղվում, մարմինը ձգվում է, բայց դրա հետ տրապեցիաները մեծանում։ Բոտոքսով մենք կարանք թույլատնենք տրապեցիան, որ լիբիդինը շեյա ստանանք։ То есть որ ասում եմ կոսմետոլոգիան это մենակ պրոշ սրսկել չի ու բոտոքս սրսկել չի, ինքը это многопрофильная специальность ու շատ լուծումներ կարա տա կոսմետոլոգիա, ոչ մենակ կախված բոտոքսի ու ֆիլերի հետ։ Իդեպ այն ժամանակահատվածում, երբ այլ զարկով ու ուժգնությամբ կոսմետոլոգիան սկսեց զարգանալ, շատ կանայք տարիների հետ ավելի են գեղեցկանում, քան երիտասարդ ժամանակի, շտկելով բոլոր անցանկալի թերությունները։ Պետք է։ Բայց ինչից սկսեցինք պիրիբոր պետքա չլինի, то есть միանշանակ առաջի երթին ես դեմ եմ հենց որ շատ շուտ են սկսում դիմեն կոսմետոլոգիայի, բացատրեմ, եթե 18 տարեկան աղջիկը կամ տղա գա ասի, у меня рубцы постакны, եկեք հեռացնենք, идеально, ինչի՞ չէ։ Բայց եթե գալիս են ասում են, որ утиные губы, կամ если меньше, тем более в молодом возрасте, это անիմաստ է։ У նույն բանը կոսմետոլոգիան ունի իր пределы։ Это ինչա նշանակում է։ Определенный этап գալիս է, որից հետո գնում է արդեն պլաստический хирургия։ То есть չափ ու սահմանը պետք է սար իմանալ։ Չգիտեմ, կոպիտ ասացի թե չէ, բայց լոգիկան այն է, որ սա պետք է չափի մեջ լինի։ Ժամանակին եւ չափավոր կոսմետոլոգիայի օգտագործումը հետաձգում է պլաստիկ վիրաբուժի միջամտությունը երկարացնելով երիտասարդ երևալու ժամանակահատվածը։ Այո, կարա даже անենց անի, или индивидуально, может быть связано и с генетическими факторами, с образом жизни, что мы исключим полностью классическую хирургию։ Բայց շատ ժամանակ, մարդիկ դիմում են պլաստической хирургии, դրանից հետո արդեն, եթե խոսենք պլաստիկայի մասին, это пожизненная гарантия չի։ Պլաստический хирургը կարա գարանտիա տա իր աշխատանքին մոտ 5 տարի մաքսիմում, որովհետև հենց որ մենք գնացինք ինչ-որ թե վիրահատություն արեցինք,
Դրանց հետո 5 տարի մենք ուտում ենք, խմում ենք, հանգստանում ենք, պարզ չի սպորտով կզբաղվենք, չենք զբաղվի ու լիքը ուրիշ ինչ-որտեղ խնդիրներ կան։ То есть даже պլաստիկի խիրուրգիան տալիս է ժամանակավոր էֆեկտ։ Դրա համար դուք կարող եք պլաստիկի խիրուրգիա, գաք կոսմետոլոգի մոտ ու երկարացնեք այդ էֆեկտը։ Շնորհակալություն զրույցի համար։ Չարժի։ Ժամանակ այնուամենայնիվ չի խնայում ոչ մեկին։ Դուք կդիմեք վիրաբուժական միջամտության, թե կոսմետոլոգի, միևնույնն է, տարիների ընթացքում դրոշմվելու են ձեր դեմքին։ Կա միայն մեկ տարբերակ՝ երկարացնել երիտասարդ տեսքի տևողությունը։ Սրա լավագույն միջոցը խնամքն է։ Ժամանակին սկսեք խնամել ձեզ, ձեր մաշկը, ձեր դեմքը, մարմինը և հոգու մասին էլ չմոռանաք։ Հանդիպելու ենք առայժմ։